Նորհաչնի շինհրապարակներից մեկում տեղի ունեցել ողբերգական պատահար։ Աշխատանքի ընթացքում ավտոկրունկի մի հատված, որով ցեխ են տեղափոխում, պոկվել եւ ընկել է աշխատակիցների վրա, ինչի հետևանքով նախնական տվյալներով կա 2 զոհ եւ 1 վիրավոր։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության հատուկ նշանակության եւ մարզային ստորաբաժանումները։ Իրավասու մարմինները պարզում են տեխնիկայի անսարքության կամ աշխատանքի կազմակերպման կանոնների հնարավոր խախտման հանգամանքները։ Սեպտեմբերի 15-ից սկսած 5 շաբաթ շարունակ մայրաքաղաքի դպրոցները կանցնեն 6-օրյա աշխատանքային գրաֆիկի։ Սրա արդյունքում հոկտեմբերի նախատեսված աշտանային արձակուրդը աշակերտների համար 1 շաբաթվա փոխարեն կդառնա երկշաբաթյա։ Փոփոխությունների պատճառը 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի COP17 համաժողովն է։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի հանցագործությունների վիճակագրությունը, թեև հանրապետությունում ընդհանուր հանցագործությունների թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն կտրուկ ավելացել են առանց վարորդական իրավունքի կամ այն կասեցված լինելու պայմաններում ղեկին նստելու դեպքերը։ Բացի այդ, արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման թվի աճ 3231-ով կամ 74.4%-ով։ Ոստիկանապետը անդրադարձել է նաև մարդու դեմ ուղղված ծանր հանցագործություններին, շեշտելով, որ սպանության դեպքերի ճնշող մեծամասնության հիմքում սովորական կենցաղային վիճաբանություններն են։ Իրավապահների համար գերակա խնդիր է մնում նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Չնայած այս տարի հայտնաբերված ընդհանուր դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է, սակայն առգրավված թմրանյութի ծավալները մեծացել են։ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության 1545 դեպք, ինչը 196-ով կամ 11.3%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Բաքվի բանտերում տառապող հայ գերիների վերադարձը կարող է մինչև 10 տարի տևել։ Ըստ էության այս սցենարը չի բացառել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, նա պատասխանելով ընդդիմադիր падգամավորի մեղադրանքին իշխանության անգործության վերաբերյալ, ասել է հետևյալը. Երբ ասում եք չկա խաղաղություն, եթե գերիները չեն վերադարձել։ Այդ ձեր քարացած մտածելակերպը, դուք կարդացել եք ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերիները երբ են վերադարձել երկրներ։ 10 տարի է տևել։ Դուք այդ գործընթացներից տեղյակ եք։ Հարգելի գործընկերներ, այսօր падգամավոր Լենա Մաթևոսյանի ծննդյան օրն է, շնորհավորենք նրան։ Ազգային ժողովում այսօր շնորհավորել են Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Լենա Մաթևոսյանի ծննդյան օրը։ Նախ շնորհակալ եմ ու քանի որ իմ ծնունդը համընկնում է մեր առաջնորդի Սամվել Կարապետյանի ծննդյան հետ, օրվա հետ, ուզում եմ շնորհավորել նաև մեծանուն հային իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի 100 լավագույն ուսանողներ մրցույթի մրցանակաբաշխությունը։ Անձամբ Սամվել Կարապետյանից իրենց հավաստագրերն են ստացել Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից ընտրված բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։ Դուք լուրջ գործ ունեք շուտով անելու մեր հայրենիքի համար։ Մեր այս process-ը լինելու է շարունակական, մենք միշտ օգնելու ենք մեր ուսանողներին, մենք միշտ հայտնաբերելու ենք լավագույն, տաղանդավոր մեր երիտասարդներին եւ ամեն ինչով փորձելու ենք ընտառաջենք, օգնենք։ Դուք գիտեք երևի ով է Սարգիս Կարապետյանը, հայրս է, ինքը 50 տարի դեռավել մանկավարժ է եղել եւ ես դրանով ուզում եմ ինչ-որ ձևով շարունակեմ իր գործը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ընտրված ուսանողի համար նախատեսվել է 1 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում։ Ընտրության ընթացքում կարևորվել է առաջադիմությունը, երիտասարդների նպատակները, կրթության նկատմամբ վերաբերմունքն ու ապագայի տեսլականը։ Շնորհակալություն պարոն Կարապետյան նման հրաշալի նախաձեռնության համար։ Կցանկանամ ասել, որ այս նախաձեռնությունը ել ավելի լավ հնարավորություն է տալիս ավելի վստահ քայլելու մեր իսկ ընտրած ուղիով։ Շատ շնորհակալություն։
Կարծում եմ բոլոր ուսանողների եւ երիտասարդների համար սա շատ մեծ ու հստակ քայլ է առաջ գնալու եւ ավելի ամուր կանգնելու մեր հայոց հողի վրա։ Հենց այն ժամանակ, որ ինձ պետք էր ու լուրջ եմ ասում, երկնքից ոնց որ նվեր լիներ։ Սա իրականում շատ կարևոր է առավել առաջ գնալու եւ առավել բարձր նշաձողեր դնելու լրացուցիչ մոտիվացիա է։ Սա շատ լավ հիշեցում է ու ազդակ, որ գիտելիքը միևնույն է արժևորվում է ու կարևորվում։ Շնորհակալություն։ Ուսանողը դա պետության կայուն հիմքերից մեկն է, ու երբ որ ուսանողը վստահ է, որ իրեն գնահատում են, ինքը դառնում է լավագույն հիմքը հետագա զարգացման ու պետության ամուր կայացման համար։ Կարապետյան հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը նշել է, որ հաշվի առնելով թիմ ընտրություններով պայմանավորված ուժի մեջ մտած սահմանափակումները, արդեն իսկ ընտրություններ նշանակված համայնքների ուսանողները չեն մասնակցել միջոցառմանը եւ այս փուլում նրանց ուսման վարձի փոխհատուցումը չի տրամադրվի։ Այն համայնքներում, որտեղ որ արդեն հայտարարված են թիմ ընտրությունների օրերը, այդ համայնքներից ընտրված ուսանողները այսօրվա միջոցառմանը ներկա չէին։ Հաշվի առնելով բարեգործական ոլորտի այդ արգելքը, մենք այդ ուսանողներին այսօրվա միջոցառմանը չենք հրավիրել եւ այս փուլում չենք կարող իրականացնել իրենց ուսման վարձի փոխհատուցումը։ Ռուսաստանը Կասպից ծովի տարանցիկ ուղիներով Իրանին է փոխանցում զինամթերք եւ անօդաչու սարքերի բաղադրիչներ։ NBC News լրատվական գործակալությունը հղում անելով արևմտյան պաշտոնյաներին եւ եվրոպական կառավարական փաստաթղթերին հաստատել է այս տեղեկությունը։ Այս մատակարարումները նպատակ ունեն վերականգնել Թեհրանի հրթիռային ու անօդաչու զինանոցը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի իրականացրած ավիաառվածներից հետո։ Գործընթացը վկայում է Մոսկվայի եւ Թեհրանի միջև ռազմավարական գործակցության սերտացման մասին, ինչը վերջին շրջանում կրում է պարբերական բնույթ։ Աբբաս Արաղչին կրթական ոլորտի ղեկավարների հետ հանդիպմանն Իսրայելին անվանել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գլխավոր խոչընդոտը։ Ըստ պաշտոնական Թեհրանի Միացյալ Նահանգները սկսել է խախտել ստանձնած պարտավորությունները դրանց կնքումից ընդամենը 2 շաբաթ անց։ Իրանի գլխավոր դիվանագետն այս գործընթացի ձեռքբերումները վերագրել է ոչ թե գերատեսչական աշխատանքին, այլ պատերազմի ժամանակ ժողովրդի դրսևորած տոկունությանը։ Արաղչին շեշտել է, որ հենց հետևողական դիմադրությունն է հակառակորդին ստիպել ընդունել Իրանի առաջ քաշած պահանջները։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջեյլարովը հայտարարել է, որ Կիևը վճռական է վերադարձնելու բռնակցված տարածքները։ Նա Ղրիմի ապակա ազատագրումը համեմատել է Լեռնային Ղարաբաղի հետ, վստահեցնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ Ուկրաինան կվերականգնի արդարությունը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային աջակցության ու ռազմանավերի համար, միաժամանակ զգուշացնելով, որ Ռուսաստանի գործողություններն ուղիղ սպառնալիք են նաև Կովկասի, Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար։ Նորից լարվում են Բաքու-Մոսկվա հարաբերությունները։ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովի արտաքսումից 24 ժամ անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի 3 քաղաքացու՝ Մոսկվա 24 հեռուստաընկերության լրագրող Իվան Կնյազևի, մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Ըստ ադրբեջանական կողմի քրեական գործի հիմքում Սեմյոն Ուրալովի YouTube-յան ալիքում հուլիսի 14-ին եւ օգոստոսի 13-ին հեռարձակված եթերներն են։ Բաքուն պնդել է, որ այդ հաղորդումների ընթացքում հնչել են Ադրբեջանի սահմանադրական կարգը տապալելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ազգային ճշտամանք հրահրելու եւ ահաբեկչության կոչեր։ Իսկ օգոստոսի եթերում խոսվել է նաեւ առանձին անձանց ֆիզիկական ոչնչացման մասին։ Քանի որ մեղադրյալները գտնվում են Ադրբեջանից դուրս, դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց հեռակա կարգով ընտրել է կալանքը։ Անձանց հայտնաբերելու նպատակով Բաքուն արդեն դիմել է Ինտերպոլին։ Սրան զուգահեռ Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն եւ բողոքի նոտա է հանձնվել ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի եւ նրա ղեկավարության հասցեին հնչած սադրիչ հայտարարությունների կապակցությամբ։ В ответ на официальные просьбы законных правительств африканских стран Սերգեյ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել Աֆրիկայում գործող ապօրինի զինված խմբավորումների գործողություններում ներգրավված ուկրաինացիների վերաբերյալ, ընդ որում նրանք ոչ թե վարձկաններ, այլ կադրային զինվորականներ են։ Լավրովը անդրադարձել է նաև Պուտինի Ճապոնիային հղած բողոքին եւ Տոկիոյի քաղաքականությունն անվանել է ագրեսիվ միլիտարիստական։ Դիվանագետը հորդորել է Ռուսաստանին քննադատելու փոխարեն զբաղվել սեփական ներքին խնդիրներով։
Ռուսաստանի մանկական խանութներից մեկում տղամարդը իր երեխայի աչքի առաջ հարվածել է վաճառողուհուն, ինչի հետևանքով կինը ընկել է հատակին։ Գնորդի զայրույթի պատճառը եղել է ապրանքի իրական գնի եւ գնապիտակի վրա նշված արժեքի տարբերությունը։ Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։